Գիտեք ինչ է կատարվելու ձեր կյանքի վերջում։ Ձեր թաղումից ընդամենը մի քանի ժամ հետո մարդկանց արցունքները կչորանան։ Ձեր ընտանիքը պիտի հաց ուտի, կզբաղվեն սննդի ու խմիչքի հարցերով։ Որոշ հարազատներ սուրճի շուրջ կզրուցեն աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձություններից, լուրեր, նորություններ։ Որոշ մարդիկ գուցե զանգեն ձեր ընտանիքի անդամներին, ասեն ինչ-որ պատճառով չեն կարողանա ներկա լինել։ Կցավակցեն հեռախոսազրույցի ընթացքում, կանջատեն ու կշարունակեն դիտել YouTube-ում ինչ-որ բան։ Ձեր գործատուն միանգամից հայտարարություն կգրի, որպեսզի մարդ գտնի ձեր փոխարեն։ Մի քանի օրից ձեր երեխաները կգնան աշխատանքի, որովհետև վերջացված արձակուրդի օրերը մոտեցան ավարտին։ Մեկ ամսից ձեր սիրելին համացանցով կնայի հումորային ֆիլմ կամ որևէ պրանկ ու կսկսի ծիծաղել։ Դուք կմոռացվեք հաշված ժամեր հետո։ Ու եթե մարդիկ ձեզ մոռանում են այդքան արագ, ապա ում համար եք ապրում։ Ամբողջ կյանքում անհանգստանում եք, թե ինչ կմտածեն մարդիկ ձեր մասին այս կամ այն քայլն անելիս, այս կամ այն խոսքն ասելիս, երգելիս, պարելիս։ Զուսպ ծիծաղի, որ մարդիկ չմտածեն անլուրջ ես։ Ձերքս մի բռնի փողոցում այն քո երեխա չես, 10 տարվա ամուսնացած են, ինչ ես պատչում մարդկանց ներկայությամբ։ Մեկը աղջկա է սպասում, ծաղիկները ձեռքին, գլուխները կաղգցած, անհարմարության զգացումով, չգիտի ուր թաքցնի այդ ծաղկեփունջը։ Մարդիկ տեսնեն ինչ կմտածեն։ Մյուսը լավ գաղափարներ ունի, բանաստեղծություններ է գրում, երգել, պարել գիտի, բայց չի ասում, որ մարդիկ չմտածեն, սխալ է, ամոթ է, քո ինչ տուր։ Մարդիկ ինչ կմտածեն, մարդիկ ինչ կմտածեն։ Եթե քո արածն իրենց չի վնասում ու նաև անբարո որևէ արարք չէ, ապա ոչինչ էլ չեն մտածի։ Գիտեք ինչ է կատարվելու ձեր կյանքի վերջում։ Դուք կմոռացվեք հաշված ժամեր հետո։ Ու եթե մարդիկ ձեզ մոռանում են այդքան արագ, ապրեք ձեզ համար։